Բարև ձեզ հայեր ջան։ Ուրեմն լենտայի մեջ նոր վիդեո եկավ։ Խոսում էր թլպատվածների, կարակոյունների գլխավոր ոչխարապետը, Չոբանը։ Ինքը հայերի վարչապետը չի, ժողովուրդ ջան։ Ինքը Հայաստանում հայախոս կարակոյունների, թուրքաջվուտների ոչխարապետն է։ Ուրեմն խոսում էր, հեսա ես ձեզ հիմա գմիացնեմ։ Մենք 13.3 Մի րոպե, լսեք։ Մենք 13.3 միլիարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փող ենք տվել, որ իրանք իրանց տները նորոգեն, հարգելի գործընկերներ։ Աշխարհի որ երկրի, որ կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ մարդը իր տունը ռեմոնտ անի, հասկանում եք։ Բայց սրա համար ենք հեղափոխություն արել։ Այո, սրա Ինքել իրանից Աստվածը ոնց է խոստնում, ինքը իրան բերինով ասում է, ինչի դրա համար ենք հեղափոխություն արել, հետո հասկանում է, որ բերինից դուրս տվեց, ու ինքը իրան շիտկում է։ Նորից ուշադիր լսեք հայեր ջան։ Մենք 13.3 միլիարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փող ենք տվել, որ իրանք իրանց տները նորոգեն, հարգելի գործընկերներ։ Աշխարհի որ երկրի, որ կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ մարդը իր տունը ռեմոնտ անի, հասկանում եք։ Բայց սրա համար ենք հեղափոխություն արել։ Այո, սրա համար ենք հեղափոխություն արել։ Մենք 13.3 Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը Փաստորեն հեղափոխություն ենք արել 13.3 միլիարդ ռեմոնտ անելու համար։ 13.3 միլիարդ են ծա խոսում։ Ժողովուրդ ջան, 13.3 հայկական միլիարդ դրամը, բաժանեք միջին 400 դրամի, դոլարի արժեքը, կուրսը միջինը 400 դրամ է հիմա, բաժանեք 400 դրամի ու կստանաք 233 հազար դոլար։ Մի րոպե, ես հիմա տակ կալկուլյատոր 13.3 բաժանենք 400-ի, ստանում ենք 33 միլիոն 250 հազար դրամ, դոլար, 33 միլիոն 250 հազար դոլար, այսինքն 8 տարի իշխանության մեջ են, եկել են փաստորեն ռեմոնտ անեն հայերի համար, ու 8 տարվա մեջ ծախսել են 33 միլիոն 250 հազար դրամ, ես էլ բաժանեմ 8 տարվա, կստացվի, որ 4 միլիոն դոլար տարեկան իրանք ծախսել են, իհարկե ոչ հայերին, իրանց հայախոս թուրքերին ռեմոնտ անելու համար, տարեկան 4 միլիոն 156 հազար դոլարի։ Դե հիմա հաշվեք, մենակ այս տարի նոր տարվան, ամեն մեկ պատգամավորը 3 միլիոն դրամ, նայեք, տարեկան 4 միլիոն 156 հազար ծախսել են ռեմոնտ անելու վրա։ Հիմա 3 միլիոն դրամ բաժանում եմ 400-ի, տարեկան ստանում եմ 7500 դոլար,
$7,500, կարծեմ 171 պատգամավոր են, ճիշտ է։ Ամեն պատգամավորը նոր տարվան պրեմիալնի աստած է, ժողովուրդ ջան, $7,500, բազմապատկում եմ 181 պատգամավորի, 1,357,000, մենակ իրանք $1,000,000 357,000, մենակ նոր տարվան պրեմիալնի են ստացել, ժողովուրդ ջան։ Էդ իրան 13,3 միլիարդ, հասկացաք հաշվարկները, ժողովուրդ ջան։ Ուրեմն մենակ քարը էդ իրան 13 միլիարդը, մի րոպե, իրան 13 միլիարդը անում է 33,250,000 8 տարվա մեջ։ Հաշվարկներին ուշադրություն դարձրեք, ժողովուրդ ջան, ինչ թվեր եմ խոսում։ 33,250,000 8 տարվա մեջ։ Ոչինչ, որ հայերը պատերազմի ժամանակ մենակ այդքան հնչեցրեցին իրանք $200 միլիոն, $200 միլիոն, 44 օրվա մեջ, հլը այդքան իրանք ասել են, հայությունը փոխանցել է սպյուրքին մենակ փողով 207 անգամ ավել 44 օրվա մեջ հայերը փող են փոխանցել Արցախահայությունը փրկելու համար 7 անգամ ավել, ժողովուրդ ջան, քանինք 8 տարվա մեջ ծախսել է ռեմոնտի համար փող 44 օրվա մեջ հայությունը 7 անգամ ավել փող է ուղարկել, որը մխսեցին, քան իրանք 8 տարվա մեջ ռեմոնտի փող են ծախսել, են էլ իհարկե ոչ հայերի համար։ Էդ իրան 13,3 միլիարդ, հասկացաք, ինտոնացիայի մեջ նա դրել է ստավկեն, որ էդ միլիարդ հնչի մարդիկ ասեն ոյ, 44 օրվա մեջ մենակ գումարով $200 միլիոն, մենակ այդքան հլը իրանք ասեցին, ինչքան չասվեց, դրեցին իրանց պրեմիալնի, նշանակեցին, այդ փողերը կերան, Քոչարյանը հիմնադրամի տնօրեններ, թե փոխտնօրեններ, չեմ հիշում, հելավ ասետ պարտքով ենք տվել այդ փողը, Իսոս Քրիստոս, մարդկանց հայությունը փող փոխանցեց փրկվելու համար, ով որ հայերին դեմ տվեց, հիմա խոսաղըց արտեն, տեսնում եք, որ ամբողջ քաղաքական դաշտը հայախոս թուրքաջվուդներ են, իրանց պարտքով պրեմիա են նշանակում, ժողովուրդ ջան։ Ու ինչի համար, հայերի արունը թափելու համար հայկական մեր դարերով եկած պաբենական հայոց հողերը Արցախի թուրքերին ջվուդներին հանձնելու համար, հայերի արունը թափելու համար, Քոչարյանը Նիկոլի Քորրի Սերժիկի հետ պարտքով պրեմիա են տվել, դե հիմա ձեր տիրոջ մայրիկը 5 տարուց ավել անցել է, պարկերը ետ բերեք, տվարի պագաննի է, հլը գնացեք բանկից փող ուզեք, կաշին գքերտեն ձեր վրից տոգոսներով, ինչ իրավունք ունեին օգնության փողը, դնեին ու մխսեին, $200 միլիոն մենակ, պատերազմից հետո, հայ արուն թափողները, հայերի փողը կերան, $33 միլիոն տեսեցեք ինքը ռիմոնտ այր է 8 տարվա մեջ, են էլ ցուցակը ներկայացրեք տեսնենք այդ թլպատվածներն ով են,
Տվարի պագաննի նստելա իրան չոբան հալով գիտի թե հայերին կարախապի սկատինը պարշիվը Բեյնով ասում բա մենք հեղափոխությունը դրա համար ենք կարե ու վրազ իրան շտգում ասում այո դրա համար ենք կարե Արցախը տվեցին, հայաթափ արեցին, ջերմուկից հողեր տվեցին, Սյունիքից հողեր տվեցին, բերելա սաղ Հայաստանը լցրելա չգիտես ինչ կեղդերով, ռեմոնտ այն կարել։ Գալուխդ ռեմոնտ արա, եմիշ գալուխդ սկատինը պարշիվը։ Նստելա իրան դրելա խելքովի տեղ, մեզ էլ փորձում է ոչխարի տեղ դնել իրան ոչխար հալով։ Համբալի մեկ համբալ։ Իրան մենակ քանի միլիոն դոլար տվելա մենակ Կանադայում ա տուն առել։ Ռեմոնտ ա ենում ինքը Հայաստանով մեկ։ Հայաստանը ծխելա սաղ Ռեմոնտ ենք անում, եկել է ռեմոնտ անելու համար, հազարավոր մարդկանց գլուխները կերավ, սկատինը պարշիվը։ Հələ տեսնեմ ում ռեմոնտ ես մարդու աչկերի, արցունքները արժը, հələ տեսնեմ այդ ռեմոնտ անողները ոնց բիդի վայել են, մենակ ես մարդու ընտանիքից քանի հոգի զոյա գնաց է։ Հələ տեսնեմ այդ ով անաղու հաց քրտուշուն, իրան տան ռեմոնտը ունիտազը փոխելու համար, հայի արունն ա գերադասել, թապի ու հայի հողերը հանցնի, այդ որ հայը կարար նման բան աներ, իհարկե իրանց թուրկա ջվուդներն են։ Մաղջկա ամուսնում, ցավոտ էր որ և տղուս, և մաղջկա ամուսնում, Եվ իմ քերու երկու տղաները ջահել, որոնք կամավոր են գնացել, և շատ մոտիկ տղաներ հարազատ, որ կողս են եղել։ Կորուսների ցավից կորացել եմ, բայց չի կոտրվել, որթեգու Գլուխագովում, որ ռեմոնտ արել, Գլուխագովում, որ ռեմոնտ արել, Ժողովուրդ ջան, ինչա գնում հիմա։ 4 ամիս անգելա Հայաստանի լենքն ու երգենք, պիրաշկի զղտգվելով, ձետեր էդևներին քսելով, այսենց, շլապեն էլ դրելա, իբր թե ինքը ինտելիգենտ ա, կարակոյունա, ջվուդական շլապա ա գլխին, սև շլապեն, զղտգվելով, տեսակ, ավտոբուսը, այդ երկրորդ ավտոբուսը, որ գնում ա ժողովուրդ ջան էդևից, են առաջի ավտոբուսը, որտեղ որ իրանք են, ցիրկի պուդիլներն են ցիրկի, այդ երկրորդ ավտոբուսն էլ հայ ոստիկանները չեն, միամիտ մի եղեք, որ ջվուդները տարիներով, տասնյակ տարիներով իրանց լամուգներին ցրտծրել են, որ քաղաքականության մեջ իրանցից հետո մտցնեն, որ հայությունը դեմ տան, Հայաստանը փորձեն վերացնեն, չպատկերացնեք, որ իրանց կյանքը վստահել են ինչ-որ մի հայ ոստիկանների։ Իհարկե իրանց Թուրքիայի, Իսրայելի, Մոսադի ագենտուրնի ցանցն է, որ իրանց տեսնում է, գնում է իբր թե ժողովրդի հետ հանդիպել, ինչքան պարվա բոս կան, մամա Ռոզաներ, տարբեր գյուղերի, իրանց բոզերը, կիսաբաց լուսամուտներին, բերում են Նիկոլի հետ երազում են պաչվել։ Լավա չեն ասում, որ երազում են մի բանն էլ անեն, չնայած երևի արել են կամ երազում են անել։ Իրանց այդ պարվաբոզներ, ախրանիկները Նիկոլը ժողովրդի հետ է հանդիպում, մեջքով կայնած իրան պաշտպանում են։
ժողովրդին գյուղին դեպի դեմքով, Նիկոլի մեջքով, Նիկոլն է տենց հանդիպում է ժողովրդի հետ։ Բերում են մի հատ պարվա բոս, փաթաթվում է, այ Նիկոլ ջան։ Մամուլի ու սոցցանցերի միջոցով ռոլիկները իրանց ջվուտ կորեսպոնդենտներով նկարահանում են իրանց դեբիլներին, ժողովուրդ ջան, իրանց պարվա բոզերին, հայախոս թուրքա ջվուտներին ու տպավորություն են ստեղծում, որ Նիկոլն է սենց պուշիստի, սաղի մասին մտածող, ամբողջ Հայաստանը շրջում է, գյուղ է գյուղ, հարցնում է ով ինչ խնդիր ունի, ազգի ռեմոնտով է զբաղվում։ Տպավորություն են թողնում, որ Նիկոլը ռեյտինգ ունի։ Ահա, քանի որ գիտեն, Նիկոլի ձայն տվողը մենակ ստեղի հայախոս կարակոյուններն են, իրանց չոբանին պիտի ձայն տան, իհարկե հայերի զայրուտը, են որ ակումուլացված է հագա ուժ, ծխում են տարբեր իրանց կանդիդատներին, որ դրել են, ցույց եմ տալիս, որ սա շղթայակապված են իրար հետ, նույն բոզ ջվուտներն են, ժողովուրդ ջան։ Հիմա հայերի զայրուտը, հագաջվուտական զայրուտը, իրանք սարկում են, էսի Տաշիր Սամոյանի, Լֆիգենի, Դոդենի, Քոչարյան, էսի չգիտեմ, ծխում են այդ ընդհանուր ուժը, մարդկանց փորձում են խապել, եթե անգամ չի ստացվում խապել, իրանք նորից մամուլով, սոցցանցերով տպավորություն են թողնում, որ հայությունը Տաշիրի կողմն է, հայությունը Դոդի կողմն է։ Վերջի օրերին խաղը գխաղան, որ իրանք իրար մասին նաև իրանց քակերը հանում են ջրերես, որովհետև իրանց իրականության պետք չի ոչ Տաշիրը ձայն հավաքի, ոչ Դոդը, ոչ Քոչարյանը, ոչ իրար հետ միասին, ոչ են մնացածները, իրանք ուղագի հայերին հիմա կիսում են, որ Նիկոլին հագամենց ուժ չդառնանք, իրանց հագամենց ուժ չդառնանք, մեզի փորձում են խապել, ժողովուրդ ջան, վերջի օրերին էլ ենենց կանեն, որ իրանցից կհիասթափացնեն, որովհետև իրանց իրականությամբ ոչ մեկին պետք չի վարչապետ լինել։ Ենա Նիկոլին հադուկ աջեցրել են թկերեսին, կասի շնորհակալություն, անձրև եկավ, հասկացաք, հադուկ աջեցրել են, իրանց տեխնոլոգիան է, սովորցնում են ոչ ամոթ, ոչ խիղճ, որ ինչ էլ որ ինքը անի, իրան վրա չազդի, ժողովուրդ ջան։ Ինչքան էլ թկեն մրեն, շլապեն դնի գլխին, իբր թե ինտելիգենտ մանա գալիս։ Հասկացաք, այս խաղը հիմա ինչ խաղ են խաղում, ժողովուրդ ջան։ Ուրեմն վիդեո են ինձ ուղարկել, հիմա ցույց կտամ։ Բայց չի կոտրվել, որ Այս մարտը так Սիրելի հայրենակիցներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը, որը չի ուշադրություն դարձրեք, կոմունիստական կուսակցության ղեկավարն է։ մասնակցում այս ցիրկ շոուին։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը, որը չի մասնակցում այս ցիրկ շոուին, որի անունն է ընտրություններ։ Բայց ինչպես միշտ ես ձեզ հետ եմ սիրելի հայ ազգ եւ Մի րոպե։ Ուզում եմ ամբողջությամբ երևա։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը, որը չի մասնակցում այս ցիրկ շոուին, որի անունն է ընտրություններ։ Բայց ինչպես միշտ ես ձեզ հետ եմ սիրելի հայ ազգ եւ ես բացահայտելու եմ շատ բաներ, որը անում է թե ընդդիմությունը, թե իշխանությունը։ Այսօր մենք խոսանք տրագեդիկ դեպքի մասին Մրկաշեն գյուղում, կխոսանք ջհուդների մասին, կխոսանք Ռուբեն Ռուբենյան, Արսեն Թորոսյան, Վահագն Ալեքսանյան
եւ խաղաղության մասին։ Երևի թե սկսեմ Մրգաշեն գյուղից, սիրելի բարեկամներ, քանի որ այդ տրագեդիան որ եղել է երկու հոգի դանակահարել էին 52-ամյա տղամարդուն, որը բժիշկ էր եւ չգիտես ինչու այդ երիտասարդները դիմել են այդ քայլին, իշխանություն ասում է խաղաղություն է, մարդ չի զոհվում, բայց ամեն օր լինում են այդ դեպքերը։ Հիմա հարց ՆԳ նախարարին եւ դատախազությանը։ Նիկոլ Փաշինյան նաեւ այդ հարցը վերաբերում է ձեզ։ Ինչու միջոցներ ձեռք չեք առնում։ Այդ տոնածառով մեքենաները, տոնածառ են այդ պարեկների մեքենաները, ես անվանում եմ տոնածառ։ Գիշերով որ ելնում ես Երևան քաղաք, ոնց որ տոնածառի գիրլանդները են, շնից շատ են։ Ինչու մի հրաման, մի կարգադրություն չեք անում, որ յուրաքանչյուր երիտասարդի իրավունք ունենա պարեկը կանգնացնի եւ նայի իրեն մոտ զենք, սառը զենք, թմրանյութ եւ այլն եւ այլն։ Ինչու չեք միջոցներ ձեռք առնում, որ ժողովուրդը կոտորվում է խաղաղ պայմաններում ձեր ասած խաղաղության։ Ինչու չեք առնում միջոցներ ձեռք, ինչու չեք առնում, պարոն Փաշինյան։ Դե ձեռ է տալիս հային կոտորելը։ Ժողովուրդ ջան, ամեն դեպքում մեր խորին Ես հիմա կբացատրեմ, թե ինչ խաղ են խաղում, ժողովուրդ ջան, ուշադրություն դարձրեք։ ցավակցությունները ընտանիքին այդ տղամարդու Վայ։ Ինչ ասեմ, համբերություն իրենց։ Երկրորդ հարց ինչի մասին ուզում եմ խոսել, շատերը հարց են տալիս, որ պարոն Ֆարմանյան, ինչու եք դուք այդքան անտիսեմիտ։ Եվ կան նաև բառեր, որ ինձ ասում են դուք նացիստ եք։ Մարդկանց ուզում եմ ասեմ հետևյալը. նացիստն ու նացիոնալիստը դա տարբեր բաներ են։ Իսկ երբ որ ես խոսում եմ ջհուդների մասին, Նաև ես խոսում եմ ջհուդ բոլշևիկների մասին։ Խնդրեմ, տեսանյութ այնուհետև ես մեկնաբանեմ։ Фамилии русских революционеров. Лев Троцкий, один из организаторов Октябрьской революции и создатель Красной армии. Настоящее имя... Ոնց կարա բոլշևիկը, ոնց կարա կոմունիստը, ջհուդ բոլշևիկների դեմ լինի, եթե բոլշևիզմնա ստեղծել կոմունիստական կուսակցություն, եթե բոլշևիզմնա բերել ինտերնացիոնալիզմ, ժողովուրդ ջան, իսկ այդ ինտերնացիոնալիզմը պարզվեց բերվել է նրա համար, որ ջհուդ բոս կանայք ամուսնանան բոլոր ազգերի հետ, այն որ առաջ հայը հայից բացի ոչ մեկի հետ չէր ամուսնանում, ռուսը ջհուդի հետ կյանքում չէր ամուսնանա, իհարկե մուսուլմանները իրանց համար ջհուդը շայտանա սատանայա, այդ ինտերնացիոնալիզմը հորինեցին, ասին ազգերի տարբերություն չկա, կա սեր, Աստված չկա, որ արկելի տարբեր ազգերի քրիստոնյան ամուսնանա շայտանի հետ, ինտերնացիոնալիզմը սեր կա, սեր կա ու իրանց բոզ ջհուդկեքներին մտցրեցին բոլոր ազգերի մեջ, ստեղծեցին իրանց խառնածինները, սովորեցրեցին իրանց տարբեր ազգերի լեզուները ու իրանք հիմա փորձում են իրանց խառնածինների միջոցով ջհուդները մեզ փոխարինել իրանցով, ժողովուրդ ջան, այս խաղն է հիմա գնում, ուշադրություն դարձրեք, իրանք ուզում են իրանցով փոխարինեն մեզ, դրա համար հիմա ինչ ակտիվնի ֆազա արեցին, սպանությունները, մարտասպանությունները, հիմա տարբեր ուրիշ մեթոդներով ներսում սպանում են հայերին, հիմա Մրգաշենի դեպքը այնօր խոսացին, որ վրեժ ա եղել, վրոդե կինն ասել ա, այս մարդը թշնամիներ չունի։ Ժողովուրդ, հասկացեք, սա անձնական թշնամիների հարցը չի։
Դուք չեք տեսնում ինչքան զինվորական ավտոներ ընկնում են ձոր կամ ավարիաների մեջ ու զոհվում են մեր հայ տղեկը։ Այդ ինչի այդ 30 տարվա մեջ ես չգիտեմ եղել է թե չէ, բայց սենց համատարած անընդհատ մեր զինվորականներին պրիչոմ պարզվում է, որ այդ զինվորականներն եղել են կամավորական կռվողներ, սպանում են ըստ Տալմուդի լավերի լավերին, ժողովուրդ ջան, սերմն են ոչնչացնում։ Հիմա արդեն որ երրորդ անգամն է, Նիկոլին դիմում են հագանիկոլականները, որ ոստիկաններին հնարավորություն տվեք, թույլտվություն տվեք, լսեցիք, որ իրավունք ունենան յուրաքանչյուրին կայնացնեն, ստուգեն, զենք ունեն, չունեն իրանց մոտ, որ իբր թե հայը հային չսպանի, ժողովուրդ ջան, ներսում հայը չի հային սպանում, ներսում հայախոս թուրքաճվուտները տարբեր մեթոդներով սպանում են հայերին, ավտոն, զինվորական, բանակի միջի հայախոս թուրքը, ինչ որ մի զապչաստը գթուլացնի, գնանց ավտոն զինվորների հետ ավարիայի մեջ զոհվեցին։ Տեսակ 15 տղու գլուխ ոնց վառեցին, մեկը պաչիմուտը գիշերով գնում է ջուր բերի ու դուռը փակում է։ Հասկացեք ինչ է կատարվում, թշնամին ներսում է, քո լեզվով է խոսում, քո շուրջն է, հայեր, անծանոթների մոտ ջուր չխմեք, անծանոթների մոտ հաց չուտեք, ձեր շրջապատն էլ արդեն ստուգեք, մի նայեք, որ հայերեն են խոսում, առնվազն 3 սերունդ ստեղ են, հայերեն սովետի ժամանակվանից, բոլշևիզմի ժամանակից կոմունիստական կուսակցության ղեկավարը վիճիցիլի բոլշևիկների դեմն է, ջվուտների դեմն է։ Հիմա խորամանկ ձևով ասում է, որ լիքը ավտոներ են, ինչի իրավունք չունեն։ Բռնապետություն են սարքում, ժողովուրդ ջան, այնքան ոստիկանական ավտո են լցրել ճամպեքների վրա, այնքան ժողովուրդին էլ ասում են ձեր համար է, որ ավարիա չլինի։ Ինչ անում են դաժանություն էս աշխարհում ջվուտները, մտցնում են մարդկանց կյանք, ձեր համար է, ձեր լավ ապրելու համար է, բանիկոլն եկավ ռեմոնտ անելու համար։ Հիմա ոստիկանները ոչ պակաս նարկոտիկներ են գցում հայ տղեկների ավտոները, ջեբները, տաքսիները նստում են տղեկը, Յանդեքսը արդեն սաղից գիտեք թուրքին է պատկանում, ինչքան հայախոս թուրք բերեցին, լցրեցին տաքսի քշելու համար, իրանց ագինտուրնի ցանցնա, իրանց իգիլնաստեղ, ժողովուրդ ջան, շատ հարմար է տաքսին քշել, քաղաքին ծանոթանալ, երկրին ծակ ու ճյուղը սովորել, նավիգատորները կան, մեր փողերով իրանք սաղ Հայաստանը ֆռում են, սաղ տեղերը ճանաչում են, ու երբ որ ջվուտները գալիս են, իբր թե հայ փախստական, ուկրաինցի փախստական, ռուս փախստական, իրան գնում են այդ իրանց ազերներին, ջվուտներին, իրանց տաքսիներով դիմավորում են, որ հայերը չիմանան, ինչքան ստեղ թուրքը ու ջվուտ են մտնում մեր երգիր, ու մտնում են ժողովուրդ ջան, ռիպատրիանտի ստատուսի տակ, հայրենադարձի ստատուսի տակ, մենք հայությունը Բաքվի նեգանք, մեզ տվին մի հատ թուղթի վրա գրեցին փախստական, դրին այդ կարտոնկեն զուգարանի թուղթը մեր ձեռը, որ ոչ մի ստատուս չտրվեց, իսկ սրանց ջվուտներին, որ գալիս են ստեղ, հայրենադարձ են տալիս իրանց լիքը արտոնություններն էլ հետն են տալիս։ Հիմա
Մեր տղեկներին բերտերը լծրած, բերտում ոչ մի թուրք, ոչ մի ջվուտ նստած չկա, աշխարհում այտենց բան չկա, ժողովուրդ։ Բերտերում նստած են բնիկ տղեկը։ Հայությունը, հայ տղեկների գլխին ինչ ուզում եք սարկում են, կռվի մեջ են ներքաշում, վերջերս մի ամիս առաջ, էլի զինվորին քաշում տանում են, իբր թե մի հատ աղջիկա հետ է հանդիպում, աղբերները կանչում են արի խոսանք, մենակ թուրքն է սենց բան անում, փաթաթվում են այդ տղուն, միամդորեն փաթաթվում է, գիտի թե ամեն ինչ նորմալ է, դանակը մեջքից խփում են։ Ռամիլ Սաֆարովներն են Հայաստանում, ժողովուրդ ջան։ Տարբեր պատճառներ ստեղծում են հայ տղեկներին, ավարիայի մեջ են քաշում, չգիտեմ, կռվի մեջ են քաշում, տանում են ռազմորկեկների գերեզմանոցի փրտե ադին նա ադին, հայը գնում է, տեսնում է ողմագա, արդեն իրան շրջափակում է, ժողովուրդ ջան։ Հիմա իբր թե օրենքով են շարժվում, ստացվում է, որ կիրթ, գրագետ, օրինագապաշտ մարդիկ, բիդի ոչ օրինագանապաշտ մարդկանց, հա, նստեցնեն բերտ ու իրանց հսկեն, որ իրանք դաստիրակվեն։ Դե հիմա ես ձեզ ցույց կտամ Արմավիրի մարզի քրեակատարողական հիմնարկի, սիզոյի, պետի տեղակալին, ժողովուրդ ջան, և իրան դեմքը գտեսնեք, և գտեսնեք ինչով է զբաղվում, գործից ընդամենը հանել է։ Բայց չի կոտրվել։ Please not for no problem. Okay. It's okay. It's okay. Hello.
Լուրեր Հայաստան, տեսակ, ժողովուրդ է, Հայաստանում գործում են քիչաբարդելներ, արդեն տրանսգենդերների բարդելներ գոյություն ունի։ Արմավիրի Սիզոյի պետի տեղակալը Արմավիրի Սիզոյի պետի տեղակալը գնում է բոսխանա ու գնում է դաժե արդեն ոչ սովորական տրանսգենդերների մոտ ու այս բոլշևիկ ջվուդը ասում է հայը հային չսպանելու համար տվեք հնարավորություն, այս ինչքան ոստիկան բերել են, լցրել են, տարբեր հայախոս 50%-ից ավել իմացեք հայախոս թուրքու ջվուդն է, Մոսադն է եկե նստել, որ դրանց հնարավորություն տրվի հայերի փաստորեն ավտոները ստուգվեն։ Մոտիկանա ստուգելուց նարկոտիկը ձեռը լինի։ Տաքսին հայերը նստում են, կայնացնում է արդեն ոստիկանության մոտ, ասում է լիքը նարկոտիկ կա, խցում է նարկոտիկը թուրք վարորդը։ Ասում է լիքը նարկոտիկ բռնել են տալիս տղեկներին։ Ու այս լկտիները բռնողներն են, նստեցնողներն են, հսկողներն են։ Ոնց է ձեր համար հայեր։ Հասկացաք ինչ է կատարվում։ Հիմա ուզում են օրենք մտցնել, քանի որ խոսացել եմ ինչ իրավունքով մարդկանց օբսկ են անում, ինչ իրավունքով ոստիկանը մոտիգանում է տղեկներին, ասում է դուրս չես եկե, մի հատ ջեբերը ստուգե, ինչ իրավունքով, դա նույնն է, ինչ որ մտնի քուտունը, անհիմն օբսկանի քուտունը, հիմա ուզում են այդ օրենքը մտցնել, անօրինական օրենք մտցնել, որ ոստիկանը իրավունք ունենա, դոստուպ քո մարմինին ստանա, ու ձեռի հետ ինչ ուզենա քծի վրեդ։ Ավտոյիդ մեջ ինչ ուզենա քծի, գնա տրակվի, թե ոնց եղավ, ինչ եղավ։ Հասկացաք բոլշևիկը հայերի մասին իբր թե մտածում է, ինքը ջվուդների դեմ է դրել է ռոլիկ բոլշևիկների դեմ։ Այդ օրենքն են ուզում մտցնել հայեր։ Ընտրություն չպիտի լինի Հայաստանում։ Ջվուդ չպիտի մնա Հայաստանում, հայեր։ Կամ կազմվում ենք, բայկոտ ենք անում ընտրություններին ու ռեֆերենդում ենք անում, ժողովուրդ ջան, կազմավորվում ենք, ռեֆերենդում ենք անում, որ մենք ոչ մի քաղաքական գործիչ ինչ որ աշխատելա պիտի չլինի քաղաքականության մեջ, այո, կամ պիտի սրանց ջարտը տանք, ուրիշ ձև չունենք։ Հիմա մենք ումից ենք օրենք սպասում, որ էսի առաջարկում է օրենք մտցնել, ժողովուրդ ջան, ով պիտի քննի, հիմա ցույց տամ ով են քննիչները։ 13 Մի րոպե, ժողովուրդ ջան, հիմա ցույց կտամ ձեզի քննիչները ով են։ Քննչական կոմիտեում ովքեր են նստած։ Բայց չի կոտ։ Տենջովավ էջից արդեն։ միլիարդ Հայաստանի Մի րոպե, ուրիշ ձևով գտնեմ։ Հիմա կգտնեմ ձեզ։ Քննչական կոմիտեի էջն եմ մտել, ժողովուրդ ջան։ Ուրեմն բոլորից պետք է իմանաք, ամենագլխավոր սիմվոլը մասոններին դա շախմատի տախտակն է, սև ու սպիտակ կլետկեքն են։ Մասոնների գլխավոր ժեստը ձեռը դոշին դնելն է։ Արցախի անկախության օրը
հանել են, ես հետի առանցին մի հատ լայվ կանեմ, սաղ պատբորկեն կանեմ, որ ոնց է Բագրատի ցույցին, մասոնական սիմվոլով, ոնց են Տաշիր Սամոյի ցույցի ժամանակ, տելևիզորից նկարել են ցույցի ժամանակ, իբր թե հայ տերդերներ, իհարկե թուրքաջվուդները, որ նստել են հայի անվան տակ, մասոնական ժեստով, օպերայի դեմ կայնած են, ձեզ ցույց կտամ ոնց են Արցախի անկախության օրը տրիբունային երիտասարդ անծանոթ թուրք ջվուդ դեմքեր կանայք հիմնական սպիտակ շորերով, ջայլ տղակ կայնած, հայի դեմքով չէ, հրապարակում ժողովուրդը կայնած են, բոլորը մասոնական ժեստով, ձերը դոշին դրած, ցույց կտամ ձեզի ոնց է Հովանավանքում Նիկոլագանը ձերը դրած թուրքի ռոժով, ձերը դրած դոշին, են որ Նիկոլեին պաշտպանում, այդ թուրքին էին պաշտպանում, հիմա ձեզ ցույց կտամ ժողովուրդ ջան, նաև ուշադրություն դարձրեք, ես արդեն ֆիքսել եմ, հիմա եթե թարգեն անել, արդեն ուշա, ես արդեն ֆիքսել եմ, գնում եմ մանգապարդես, վդրուկ ենդեղ երեխեքը իբր թե ֆիզկուլտ են անում, հայի գիմն են երկում, ու վդրուկ Նիկոլը շուրա գալիս ու ախրանեխար, կայնում են պաստոյկի Սմիրնա մասոնական ժեստով, ձերը դնում են դոշին, դե հիմա ես ձեզ քնչագանին ցույց կտամ, քնչագանի էջից եմ նկարել ժողովուրդ ջան, ահա, նայեք բոլորըց, մասոնական ժեստով, նայեք, ահա, մասոնական ժեստով, հələ նայեք այս նկարին, կայնած են սաղ, ահա, մասոնական ժեստով, սա քնչական կոմիտեի ժողովն է ժողովուրդ ջան, նայեք, ամենակարևորը խորամանկ ձևով, նայեք պատը քնչականին, ահա, տեսնում եք, շախմատի դասկանա մասոնական, ուղղակի որ մարդիկ գլխի չընկնեն, ոչ թե սև ու սպիտակա, սենց մաշած սև բեժի հետ է, ահա, նայեք, տեսակ, քնչական կոմիտեի տրիբունայի սպինկենա, ահա, նայեք, ահա, տեսակ քնչականում, որ ամբողջությամբ, էսա, նայեք, էսա, խոշորցնեմ, նայեք, մասոնական ժեստով, ես եպվանից է Հայաստանում, սենց ժեստով ժողովներ են անցնում, միտինգներ, ակցիաներ, հիմա, ձեզի ցույց կտամ, նաև Նիկոլի, ահա, ես էլ Նիկոլի բալագանն է, նայեք, տեսակ, կառավարությունն է, մասոնական ժեստով ժողովուրդ ջան, ես էլ նայեք ինչ, պաժալուստ, գույները նայեք ջվուդական տրիբունաներին, կապույտ ու սպիտակ Իսրայելի դրոշակի գույներն է, տակ, նայեք, թեպեն ջվուդական Իսրայելի դրոշակի գույների մեջն է, ես էլ դբրոցում է, որ գնաց վերջերս մոտ մի շաբաթ 10 օր առաջ, նայեք, Ստոպ կադր եմ արել ժողովուրդ ջան, մի րոպե, նայեք, ախրանիկներով բան, նայեք, վրաս թեքվեցին,
Մոսադի ագենտուրնի ցանցը, նայեք, пожалуйста, նայեք։ Կարող է սրանից հետո, որ ցույց եմ տվել խոսացել է, արդեն թարգեն, բայց արդեն ֆիքսել են։ Այս Նիկոլի բալագանն է, ախրանիկներն են, իրան հետ միանգամից այսենց միացան, թեկվան ապալ թապալ կայնան պաստոյկի սմիրնը ձեռն էլ դրեցին դոշին։ Նայեք։ Տեսակ։ Էս էլ ինքը։ Այս նգարները հանել եմ այս թուրքին, իրան գողագանի տեղ Ղզողլանը, որ դրել է, սենց վիդիտիլի, այս իշխանության նգարները մասոնական ժեստով, այս թուրքի էջից եմ հանե, որ լկտի բերանով, էլնումա գողականով, սենց իրան դրելա կրտոյի տեղ, հայերին վիդիտիլի խոսկա թելադրում։ Հիմա նգարները ցույց եմ տվել, որ խաչը կախում է հայերին խապելու, դե նայեք խորամանկ ձևով մոռացել է խաչը կախի, խորամանկ ձևով աչքը ոնց է դոշին կախած, ահա, նայեք, ահա, նայեք, էսի աչքի նշանն է, տեսակ, լավ, նայեք հայեր, դրա համար էլ մասոնական ժեստով կառավարությունը թուրքի լամուկները էջին դրած է, հիմա հայ տղեկներին կոմունիստ բոլշևիկ ջվուդը իբր թե հայնա, հայի մասին է մտածում, պահանջում է Նիկոլից, որ օրինականացնեն անօրինական, լուբո յուրականչյուր հային, դուք տեսակ ովքեր են բերտերը իշխում, ես չեմ ասում, որ 100%-ով են մեր ոստիկանության մեջ քնչականում իրանք, բայց իմացեք, որ կաստյակը իրանք են ժողովուրդ ջան, որ անօրինական գործողությունը կայնացնել մարդկանց, որովհետև ոստիկան վիդիտիլի էտենց ուզեց, կասկածում եք գնացեք գլուխներըց պադին տվեք, մարդկանց ուզում են անօրինական քայլը օրինականացնեն, սարարկեն բռնապետություն, ժողովուրդ ջան, հիմա բացում ենք Մերի Տամոյանի էջը, լսեք ինչա հաչում, ես վերջերս ձեզ ցույց եմ տվել իրան պատկերը, մի հատ նայեք հիմա, սրա ծխողի ձեն, Ղզողլանի ձենը նայեք, Պրիմանարաուտից կարդում են նամակները ժողովրդից դրած, մի րոպե, Պրիմանարաուտից կարդում են նամակները ժողովրդից դրած, անհանգստացած, սենց ասեմ, որից մի 20-ը արդեն բացել եմ, են միտքն է գրած, որ Ներսիկ Իսպիրյանը Ռուսաստանի Դաշնությունում համերգի ժամանակ քարոզար շավա սկսել, որ Մասիսը մեզնից տանում են, տավարի ցավ, Մասիսը քոնը չի, եզի ծնունդ, կբերես այս ժողովրդին կապացուցես, այ հոգնած, որ Մասիսը մերն է, եթե դու չապացուցեցիր, որ մերն է ու մենք հրաժարվում ենք, ուրեմն դու չընտրլոտի պես, ուրեմն դու գնա յուբկա հակի, այ օլուխ, Էսով եք դուք արա այ հոգնացներ, ես իշ կեղտ եք արա դուք, մաս երկիրը տալիս ա, տավար կեզ պտի տայինք, կեզ պտի մասանեինք ու տայինք, վարված եք, որ հզորանում ենք, լավ ենք անում, այլ լսնում ենք ձեր վրա, այ արմյաշկ եք, ու այդ լսարանը, որ նստած, Ես պարզապես հայեր ջան, սրա հաճոցը չեմ քննարկելու, հիմա դուք ինքդ տեսաք, սա Նիկոլի Կլարացետկին պաճովն է, հզորանում են իրանք, այսինքն ոնց կարա հայը հրաժարվի Արարատի
Սարից, մեր պապերին 100 տարի առաջ ասել են եղեռնուց հետո ձեզ Ամերիկա տանենք, երգիր ստեղծեք ձեր համար Հայաստան, ասել են մենք Արարատը մեր հետ տանել չենք կարող, սա է մերը։ Այս բոզ, թուրքի բոզ, Ղզողլանը, Էլնումա ասում է, որ Արարատը հայերին չէ, մենք պիտի հրաժարվենք, ապացույցեք, որ ձերն է։ Ու խոսում է, որ հզորանում են։ Այդ հայը հրաժարվում է Արարատ սարից ու հզորանում է դրանով։ Խոստովանեց ամեն ինչից բացի, որ թուրքա հայերին էլ արմյաշկայա հայտարարում։ Ես պարզապես ժողովուրդ ջան, նախ էսի հիմա մեծ ծրագիր ա գնում, հայերին իրար մեջ ահավոր հանեն իրար դեմ։ Արցախը հայության անվան հետն են խաղում, Ռուսաստանի, Հայաստանի հայերին իրար դեմ են հանում, Սպյուրքը խառնում են իրար, մի հատ մեծ բոլոլա են ուզում սարքել, ժողովուրդ ջան, մեր ժժնեն են էնց, են որ փորձում են սարքեն, որ Հայաստանի հայերը ոչ մեկին չեն ընդունում, բացի իրանցից, որ իրանք հայ են, որ Սպյուրքին վատ են վերաբերվում, ժողովուրդ ջան, սուտ է։ Ես Բաքվից եկած հայ եմ։ Այո, տարածեցին Բաքվա բոս, ես եղա բոլորից ուժեղ, ես ասի, որ ես գիտեմ, ես ով եմ, ես պատասխան ունեմ տալու ասում, ես ով եմ, ու ինձ։ Պարզվեց, որ ժողովուրդ ջան, Բաքվա բոս տարածողը, մենք Բաքու 700,000 հայ էինք, 7 հատ բոս չենք տեսել։ Եկանք ստեղ, վդրուկ պիտակավորեցին, պարզվեց, որ Բաքվից բերեցին իրանց ջվուտկեկներին, русախոս են, որ կայնան, мы на русском говорили, мы не собираемся, на армянском здесь говорить, տրամադրեցին բաքվեցիների դեմ, իբր թե Բաքվա հայերն են, առեն համարում հայոց լեզուն, իրանց բոզությունները արեցին, սարկին, որ Բաքվա հայն է բոզություն անում, ու տրամադրեցին Բաքվա հայությանը ու Հայաստանի հայությանը իրար դեմ, պարզվեց, որ սա ջվուտների տեխնոլոգիան է, ջվուտների արածն է։ Ժողովուրդ ջան, ես 88 թվի Սումգայիթից հետո գնաց եկել եմ Հայաստան, տան հարց, գործի հարց, հազարումի հարց լուծելու համար, ապրիլի 4-ին գիշերվա ապրիլի 5-ին 89 թվից ես Հայաստանում եմ։ Ոչ մեկը ինձ չի ասել ժողովուրդ ջան, ու ես չեմ թաքցրել, որ ես մշեցի եմ, ծնվել եմ Բաքվում, եկել եմ Բաքվից, Սումգայիթի ջարդերից հետո, ինձի ոչ մի հայ, ինձի ոչ մեկը ռիսկ չի արել ջվուտներն էլ անգամ, ասեն, որ Բաքվա բոս, ժողովուրդ ջան։ Հիմա են վարված, հազարումի բան են փորձում գրել, որ իմ հայությունը ինձ չլսի, ժողովուրդ ջան, էդ էլ իրանց մոտ չստացվեց, որովհետև իմ հերը սովորցրել է, որ աղջիկսի չորքակ մարդու փեշին չկբնի։ Ժողովուրդ ջան, Ռուսաստանի հայություն ջան, Սպյուրքի հայություն ջան, երբ որ ես ասում եմ հայ, ես նկատի ունեմ ամբողջ աշխարհի հայությանը։ Պրոպագանդային չտրվեք, չկա այդենց հասկացողություն, որ Հայաստանի հայերը բոլոր մնացած հայերին վատ են վերաբերվում, քիթը տնգած, որ հայն իրանք են։ Եղավ ժողովուրդ ջան, մեր աստվածային ուժը մեր միասնության մեջ է, հանգարց ու հանգարց չթողեք այսենց բոզեր, ղզողլաններ, թուրքու լամուկները, ջվուդի լամուկները կարողանան մեզ հանեն իրար դեմ։
ժողովուրդ ջան, մենք մեր Աստվածը, մենք մեր ազգը, մեր երկիրը։ Հիմա մյուս բոզին ցույց տամ, Ցավոտ էր որ մենք 13 ցավոտ էր որ ոնց են հասցնում ճնճել։ Մի րոպե։ Լավ, սկզբից սրան ցույց տամ։ Ուրեմն 3 միլիոն Я еврей. մի րոպե տեսնեմ։ Դուք բոլորըց տեսել եք։ Խոստանում եմ, որ բարձր Ես դες խոստանում Եվ այդտեղ Ալիևն իրավացի է, որ ինքը իր համար դա Ես դες խոստանում եմ, որ բարձր ամբիոնից պաշտպանելու եմ Ադրբեջանի շահերը։ Նույն վարկյանին թռնելու եմ Բաքու։ Ու դուք սաղ գիտեք, որ ես թռա Բաքու ինչա լինելու։ Այո, դրանք ադրբեջանական գյուղեր են եւ պետք է անկլավներ, էքսկլավներ վերադարձվեն Ադրբեջանին։ Այո, դրանք ադրբեջանական գյուղեր են եւ պետք է անկլավներ, էքսկլավներ վերադարձվեն Ադրբեջանին։ Բոլորդ գիտեք, որ Ռոման Նազարյանի հետ բացում ենք ուրեմն Հայաստանի պետականակենտրոն կուսակցությունը երեխեք ջան։ Արդյունքները պատրաստ են։ Քվեարկության արդյունքներով 87 կողմ, 3 դեմ եւ 6 ձեռնպահ ձայների պաշտպան կուսակցության նախագահ է ընտրվում Ռոման Նազարյանը։ Ես դες խոստանում եմ, որ բարձր ամբիոնից պաշտպանելու եմ Ադրբեջանի շահերը։ Ես դες խոստանում եմ, որ Մուղամը գիտեք ինչի է հնչում սրա հաճոցի դիմաց։ Թուրքիայից լայվերը արել, երբ որ պատուհանից նամազի ձայներ է լսվել ժողովուրդ ջան։ Էռատոյի կուսակցությունն է իրան ներկայացնում է որպես հայ, տեսակ։ Ամեն ինչից բացի 2 տարի առաջ էլ հագնում էր չադրել, սեռի գույնի, մի քանի դերում է եղել։ Նկարում էր սատանիստական ինչ-որ նկարներ դեմքին ու ռոլիկներ էր նկարը հանում, իբր թե Հայաստանում կան հայ մուսուլմաններ, վերջերս էլ տեսակ մի քանի օր առաջ ազգային ժողովի դեմ են հանե սև այսենց երևում էր, որ սարկած բանա շոույա, իբր թե Հայաստանում մուսուլմանությունն է զարգանում։ Այս պրոպագանդեն էր տանում, հիմա տեսակ, ում հետ նա ինչ մի անում, Ռամաշկա Բաղդասարովի աճուձախ մի բանն այսի, ուրեմն, ովա պարզվեց էսի։ Տիլի Գագոյի, Գագիկ Մելկոնյանի, են թուրքի ռոժը որ կա, Նիկոլը բանագի Ռուսիկ Մայկա գողության դեմ կռիվ էր տալիս, կլուբնիկա կերծրեց, պարզվեց, որ Ռուսիկ Մայկա գողանողին գեներալի ստատուս տվեց, ժողովուրդ ջան, հայոց հողերը հանձնելու համար, հիմա ձեզ ցույց կտամ ում զարմիկնա էսի, տեսակ, Մուղամը, իրան, ահա, որ դուք իմանաք, Տիլի Գագոյի, ահա, այս հոպակը, որ գնացել էր Վարչաբենդ կոնցերտին Քավտար հալին, այսի, միած սենց իրան սենց սալիտնի նկար են սարկես թուրքի լամոքին, էսա, ժողովուրդ ջան, այս Նատալիա Ալեքսանյանի անվան տակ հանդես գալացողը, 2-3 դեր տանողը, որ ինքը կորեսպոնդենտ է, միտեղ ինքը մուսուլման է, որ մտածում էր չենք գտնի, չենք ճանաչի, ժողովուրդ ջան, բանա, սրա զարմիկն է, ժողովուրդ ջան, տեսակ, որ սա շղթայա կապված են, հիմա մյուս բոզին ձեզ ցույց կտամ, ուրեմն, Այս բոզի մասին, այս աչկը շուշայա, ինչա, քորի պարոդից է մի աչկանի,
իբր թե արմինոլոգ, Վրաստանի իբր թե հայա, ժողովուրդ ջան, ջվուդ բոզա, սրա սրճարանում, նայեք, նստելա ձևը, բուղա տղամարդու գիրկն է նստած, հիմա փորձում են ասել, որ ամուսնու գիրկն է նստած, սուտ այնք ամուսնացած չի, վիդեոյից տակ գրեցին ինչ-որ մի ավտարից էտի սիրուի է, նայեք, ճվերը բաց, այս են սրճարանում նստած, ինչ-որ մի տղամարդու ինձ կներեք մի բանի վրա, ոչ մի հայկին, անկամ իրան ամուսնու գիրկը, չի ելնի նստի, էնել, սրճարանում, բաց տարածքում, այս տեսքով, ոտերն էլ բացի, սա պրոյեկտը հայ կնոջը ստորացնելու, ժողովուրդ ջան, ուրեմն, լայվեր էր անում բրիտանական ռեզիդենցիայից, հենց գրեցի, վերցրեց վախից բլոկեց ինձի, ուրեմն սրա պատկերը, ասում էի ձեզ, որ թուրքերին գովում է Նիկոլա բերել, ելնում էր այս հենց պարեր էր պարում, որ թուրքերին դա ձեռ առնել ու էջին, թուրքերը ինչ ուզում է գրում են, ոչ ջնջումը, ոչ էլ պատասխանումը, որովհետև նպատակը հայ կնոջ կերպարը ստորացնել, երբ որ եղերն է գնում, ինք իրան քյավտար հալին ելնում էր պարում, այսա թուրքերը նայեք իրան ոնց են ձեռ առնում ու ինքը իրան էջի վրից եմ հանել ժողովուրդ ջան։ Իրոք է։ I'm feeling good. I'm feeling good. Գնացել են Բաքու ջվուդ կեքներով, ժողովուրդ ջան։ Գնացել են Բաքու, այդենց հայրենասեր հայեր։ Շատ տղամարդիկ ինձ գրում էին, Մագդա ենք հայրենասեր հայ կինա։ Տեսակ հայրենասեր հայ կինը, որ ջվուդ դուրս եկավ, ասածս աբացույցվեց և նայեք երեք նորից վրացիների հետ կռիվ էր ստեղ, սրա գործն էլ թուրքերի հետ խաղաղություն, լավ թուրքեր կան, մեզ փորձում են վրացիների հետ կռվացնեն, իսկական վրացիներին, ժողովուրդ ջան, հիմա նայեք սրա դոշի խորամանկ ձևով ջվուդական մեդալյոնը, Ես էլ որ գնացել են ջվուդ կեքներով Բաքու, նայեք գրածա։ Էրնա արմենոլոգ Ադրբեջան, կարտացեք։ Թուրքերը ձեռ են առնում։ Էսա իրան դոշի խորամանկ ձերով Դավիթի աստղը, երանգյունը, նայեք, սաղ նայեք, խորամանկ ձևով, ելնում է քյավտար հալին իրան փդած մսերն առնում, պարում է Երևանի փողոցներում, տներից, ռեզիդենցիաներից, որ մենք եղերն ենք ապրում, հայ կինը տաշիկ տուշիկ է էնում։ Հիմա, ժողովուրդ ջան, ուրիշ բան ցույց կտամ ձեզի։ Լսեցիք,
կարմիր գույների մեջ գիշերով մոմա пьет мою кровь, устами рвет мою плоть ведьма. Սա ձեզ այս բոզերի մասին ժողովուրդ ջան։ Զգոն եղեք հայեր ջան։ Մենք ձերս դիդակցում ենք ինչա կատարվում, իմիջայլոց։ Ուրեմն այսօր իմացել եմ, որ Ռուսաստանում 10-15 հազար մարդ օրական հերթի մեջ ամեն տարի գնում են, բժշկական ստուգում են անցնում միգրանտները։ Почему-то ստեղ բերել են, լցրել են։ Չգիտես ինչ շուն ու շնգյալ, ով ինչ հիվանդ է, բերի լցրել են ստեղ ու պասպորտներ են տալիս։ Ռուսաստանում միգրանտ են, ստեղ դարձել են քաղաքացի ու почему-то սենց ազատ ֆռում են ստեղ։ Ժողովուրդ, տարածում են, որ հայերը չաշխատող են պարզվեց։ Ամբողջ աշխարհը կառուցեցինք, ամբողջ Հայաստանը կառուցեցինք, ջարդեցին ու քանդեցին, վերցրեցին։ Պարզվեց հայերը չաշխատող են, դրա համար են այս սևամորթներին բերում լցնում։ Բա որ հայերը չաշխատող են։ Այդ ոնց է ստեղից հայերը գնում են, դրսում են աշխատում։ Այդ ինչի ամբողջ սոցցանցերը լենտայի մեջ, մեր ընկերների պոստերը մենք չենք տեսնում, работа в Европе, работа в Америке, работа в России, բայց ստեղ բերում են սևամորթներին են լցնում։ Ասեմ ձեզ ինչ են անում ժողովուրդ ջան։ Ուրեմն այս սևամորթը ստանում է 20-25 հազար դրամ օրական փող, աշխատի թե չաշխատի։ Ձեզ խապում են, որ իրան կոպեկներով եկել են ստեղ աշխատում են։ Քոչարյանի Սերժի շինարարության վրա, փաստերով եմ խոսում, շինարար հայի հետ կապում են երկու պայմանագիր։ Մեկը հիմնարկի հետ, որ 20-25 հազար դրամ փող է ստանալու։ Գնում է այդ քարտը Սերժի Քոչարյանի ձեռնը 20-25 հազար։ Մի հատ էլ ներքին պայմանագիր են կապում, որ Հայաստանում է 5-7 հազար։ 20 հազարը գնում է Սերժի ու Քոչարյանի քարտի վրա 20-25 հազար։ Հետո նոր այս քարտից հային փոխանցում են 5-7 հազար դրամ դաժան աշխատանքի համար։ Սևամորթը աշխատի չաշխատի, իրանք ստանում են 20-25 հազար դրամ, ժողովուրդ ջան։ Հետո փորձում են մեզ ասել, որ գիտեք, հայերը չաշխատող են, դրա համար Նիկոլը բերում է այս շներին է լցնում։ Իրականությամբ ժողովուրդ ջան, հիմա Ամերիկայում արդեն օրենք են ստորագրել, որ ով որ 18 տարեկան դարձավ, կամավոր պիտի վայենի բազայի մեջ ձևակերպվի, որին արդեն վայեննա обязаны է։ Անկամ գներեք միգրանտները բոլորը, ով որ միգրանտի ստատուս էլ ունի, բոլորը պիտի գրվեն վայեննա обязаны։ Ուրեմն Օրմոսկի պրալիվը սկզբից Իրանը փակեց, խաղեր խաղցան ինտերնետով, որ պատերազմա գնում, ժողովուրդ ջան, հայեր ջան, հասկացեք, ինտերնետով այդ ռումբերը, բաները, շենքերը, որ ցույց են տալիս, սարկածն է, կամպյուտերով սարկած է, եթե ձեզ իրական տրակված շենքեր են ցույց տալիս, դա Պալեստինայի տրակված շենքերն են, եթե Իրանում իրոք ինչ-որ բան են ռմբակոծում, բնիկ պարսիկների գյուղերն են տրակցնում։ Իրանց պետքա սուխապուտն է, նազեմնի կռիվը, ժողովուրդ ջան, որովհետև կոմանդնի սաստավը լրիվ ջվուտներն են, Հայաստանում հայերեն են խոսում,
Ուկրաինայում ուկրաիներեն են խոսում, Ռուսաստանում ռուսերեն են խոսում, Պարսկաստանում պարսկերեն են խոսում, բոլոր երկրների պաշտպանության նախարարությունները, բոլորը ջվուդների ձեռն է։ Եթե այնտեղ օֆիցերսկի սաստավում մարդիկ կան, իրանք երբ որ կռիվը կստեղծեն, այդ մարդկանց ոնց որ մեր հերոսներին մեջքերից են խփում, այդենց գլուխները ուտում են։ Բոլոր բանակներում, բոլոր պետությունների բանակներում զինվորականները, շարքային սալդատները բնիկ ժողովուրդների տղեկներն են, սերմնա։ Բոլոր ազգերի սերմնա։ Սրանց սուխապուտնի կռիվ պետք է, որ բոլոր տղեկներին տանեն ու կոտորեն, սերմը բնիկ ժողովուրդներին կոտորեն։ Այն ինչ որ դուք հիմա տեսնում եք, դա նախապատրաստական վիճակա իբր թե պատերազմա գնում, ռումբերով, օտերով կռիվը պրծավ, ստիպված պիտի գնան ճագատ առ ճագատ, նազեմնի կռիվ տան։ Նպատակը այս նազեմնի կռիվն է, ժողովուրդ ջան։ Հիմա սարկում են, որ արդեն Ամերիկան ափակ է, իսկ քանի որ Իրանից հիմնական առևտուր անողը Չինաստանն է նավթին, արդեն Չինաստանն է ելնում Ամերիկայի դեմ, երկու գերհզոր պետություն հանում են իրար դեմ։ Ժողովուրդներին հանում են կոտորելու։ Հիմա Թուրքիան ձև է բռնում Էրդողանը իբր թե Նետանյախուի դեմն է, նավթը Իսրայելին գնում է չերես Թուրքիա, ժողովուրդ ջան, հիմա, կոնկրետ հիմա։ Նավթը գնում է չերես Թուրքիա, այդտենց իրար դեմ են իբր թե։ Սա բեմադրությունը։ Մեզ մնում է ժողովուրդ ջան։ Հա, Ուկրաինան արդեն օրենք է ընդունել, ջվուդի դեմ եթե խոսաս 8 տարի ազատազրկում են։ Ամերիկայում արդեն օրենք ընդունեցին 5 տարով են ազատագրում, իմիջայլոց, որ միգրանտը, որ բնիկ քաղաքացին 18 լրացավ չգրանցվեց Ամերիկայի պաշտպանության նախարարությունում, $250,000 շտրաֆ են անելու։ Ռուսաստանում էլ պարզվեց, մեր հայ երևանցի տղեն, ով որ այնտեղ բաննագա ծառայել, գլխին սարկել են իբր թե դիմում ա գրել կամավոր փողով, գնացելա, պահանջելա, որ իրան տանեն պատերազմ, զորով տղեկների գլխին սարկում են, փաստաբաններով, բաներով, են որ փողոցներից բռնում տանում էին, հիմա էլ սարկում են, որ իրան կամավոր դիմում են գրել, ժողովուրդ ջան, որ նայոմնիկ են գրվել, բռնում են երեխեքներին չաստերից, քշում տանում են, կոտորում են, պատերազմ չկա, տանում են կոտորելու, իրանց է սուխապուտնի կռիվն է պետք, մենք բոլոլայ են ուզում քծել աշխարհով մեկ, վսե պրոտիվ վսեղ, ոչ մեկը չհասկանա ինչ ա կատարվում, դժոխք ստեղծեն։ Իբր թե Իսրայելն ու Իրան մուսուլմանական ու ջվուդական, իուդայստական պետություններ են իրար դեմ կռվում, բայց իրականությամբ քրիստոնյա ու մուսուլմանների կռիվն են ուզում քծել ջվուդները։ Այնց որ զգոն եղեք, ժողովուրդ ջան, մենք ունենք մի ելք։ Ոչնչացնել ջվուդներին մեր երկրում։ Ոչնչացնել, ուրիշ ձև չունենք, ժողովուրդ ջան, թշնամիտ կողու կուշտը դա։ Տարբեր մեթոդներով ջրի մեջ կլաոֆիլին դեղ են լցնում, մի շաբաթից հետո ինֆարկտ ինսուլտ ապահոված, ժողովուրդ ջան, բոլոր տղամարդիկ, ովքեր որ պայքարում եք իրական հայերի մասին ա խոսք, ոչ թե ձևական, այն որ երկու աղբերները իբր թե Էլան Նիկոլի դեմ, եկա եզերը, երեխուն թողեցին գնա դպրոց, էլ նասիլ կա, էլ չգիտես ինչ, իրանց հերոսներին, սաղին բացահայտել ենք ժողովուրդ ջան,
Էլ խաղը չեն կարողանում խաղալ, նոր հերոսներ, ջվուդներ իրանց հերոսներին, իբր թե հայ հերոսներին, իրանց հերոսներին են քաղաքական դաշտում, հիմա էլ իբր թե հզոր Հայաստանից, թաժա երեխա ծնված կին, մի շաբաթ երեխա ես ծնե բերել ես հրապարակներն ես ընգել, հա, պիտի հավատամ ժողովուրդ ջան, իբր թե բռնել են տվեք բան ազատ արձակեք երեխա կերծնող մայրա, Իսոս Քրիստոս, էդ ինչ մայրա, Որից նոր երեխա անգե այնտեղ գնացել է տաշիրի հետ իբր թե հայազգի դեմ, հայազգի համար կռիվա տալիս, երեխուդ պայի, եթե դու հայ ես, այդ վաղ կլնես լավ նորմալ հայկին, իհարկե ջվուդ կեկնեն, սրանցից են հերոս սարկում, նոր մարդկանց են խծում, քաղաքական դա ժողովուրդ ջան, այդ խաղերին մի տրվեք, իրականության մեծ համաշխարհային բոյնա, հա, ջարդ, ջվուդներով ուզում են խծել, զգոն եղեք, իրար մեջ ժողովուրդ ջան, մի տրամադրվեք, մենք նույն ազգն ենք, ոնց որ ծաղիկների փունջը, հա, տարբեր ծաղիկները իրար հետ ինչքան գեղեցիկ են, էտենց էլ մենք, տարբեր, ասենց ասեմ, հա, մենտալիտետի արդեն, Ամերիկա հայ, Եվրոպա հայ, Ռուսաստանի հայ, Բաքվի հայ, Արցախի հայ, մեր Հայաստանի մեջ տարբեր մարզերի, հա, տարբեր բարբարով, տարբեր կալարիտա դա, ժողովուրդ ջան, եթե մենք լինեինք նույնը, մենք հետաքրքիր չենք լինի։ Այնենց որ իրար դեմ չտրամադրվեք, ամուր մնացեք, հայեր ջան, մտածեք, դուք հիմա մեզ ասում են, բա ամբողջ իշխանությունը համաշխարհային իրանց ձեռն է։ Ընդամենը Հայաստանի վրա եմ օրինակ բերում, խաղում են դեմոկրատիա, ճիշտ է։ Այսինքն ելնում են միտինգներ, ցույցեր, ակցիաներ են անում, հեղափոխություններ են անում, հանում են իրանց ներսի հայախոս բոս ջվուդներին։ Ելնում են այդ խաղերն են սաղոր խաղում։ Այսինքն դեմոկրատիա խաղալու համար իրանց այս ներքին բանակն է պետք, այն որ Ժիրինովսկին ասեց, мы в каждой стране создали свою внутреннюю армию из полуродков. Это наше пушечное мясо. Այսինքն внутренняя армия խաղում է դեմոկրատիա։ Ելնում են այդ ակցիաներ, միտինգները բանանում են, հա։ Հիմա, եթե մենք իրանց ջարդում ենք, եթե մենք հարձակվում ենք իրանց բոլոր ախրանայի վրա, իրանց տների վրա, եթե մենք ինչ կան երկրում բոս կան, բոս, իրանցն են, մերը չի ժողովուրդ ջան, իրանց տրուբեկները մտցնում ենք իրանց համապատասխան տեղը, սաղ կազինոները, ստրիպ կլուբները, նաչնոյ կլուբները, այդ սաղ եթե մենք ոչինչացնում ենք, պատգամավորների տները մենք չգիտենք, գիտենք, Նիկոլը Քոչարյանը, Սերժը, Քորը, ով են դառնալու այս դեպքում, չուչիլներ, առանց ներքին բաննագի, ով են իրանք, ինչ կարան անեն, ոչ մի բան, նույն ամբողջ աշխարհով մեկ, եթե իրանց սաղին աշխարհով մեկ, ջվուդներին, բոզերին ջարդենք, սպանենք, այո, բոլոր հայություն, տարածեք այդ միտքը, բոլոր երկրներում, որ եթե մենք իրանց սկսում ենք ջարդել ամբողջ աշխարհով նույն պահին, ջվուդը որ գիտակցում է հինք էլ փախնելու, առաջ ստեղ թալնում, սպանում, մորտում, արունը խմում էր, ժողովուրդը լարում են, գնում են մի ուրիշ տեղ։ Հիմա իրանց սարքել են ժերտվա, որ իրանց միշտ քշել են, բան չի են քշել, մի անգամ քշեցին, երկու անգամ քշեցին, դարից դար ինչի են ձեզ քշում, ով է մեղավոր, եթե դուք բոզ եք, արունախում եք, մարտակեր եք, քշողն է մեղավոր, թե հանցագործն է մեղավոր, ժողովուրդ ջան, դրա համար, կեղդը որ չմակրես, ինքը ունի շատ հետաքրքիր свойство, удивительное свойство, быстро распространяется, տարածվել են աշխարհով մեկ։ Հիմա եթե ամբողջ աշխարհով Էփշտեյնի ցուցակը ջարդվի բոզերին, արունախումներին,
Հիմա այլ խո չեն կարա թպրդան, փաստեր արդեն ինտերնետը տրակցրել է։ Էլ չեն կարա թպրդան, որ իրանք սուրբ են վիդիտիլի։ Հիմա եթե ամբողջ աշխարհով իրանց ներքին բաննագները մենք ջարդենք, բոլոր ազգերին հանենք իրանց դեմ, այն որ միտքը պիտի ծագի, որ ինք էլ փախնելու տեղ չունի, տեղում ճանճի նման գսատկյա, ձմեռվա ճանճի նման։ Վախից են վախը, որ իրանք միշտ ներշնչում են բոլոր ազգերի ժողովուրդների մարդկանց վրա, որ վախեցած մարդուն մասկա էլ գտնեն բերան, վակցինա էլ կանեն, մնացածն էլ կանեն, այդ վախը պիտի իրանց ուտի։ Всё, Տրամպը, Պուտին, Ռոքֆելեր, ով են դառնալու այդ պահին իրանք արդեն։ Ոչ մի բան չուչե։ Ոչ մի բան, իրանց զորությունը, իրանց բոզերն է, որ բոլոր երկրներում ժողովուրդ, որ դուք մտածեք, գիշեր ցերեկ դերի մեջ են, գիշեր ցերեկ կամերաներն արած վազում են, ոստիկանների խումբը վազում է, սաղոր կինո սիրիալ են պոլիտիկսկի նգարում, գցում են ինտերնետն ու մամուլով տարածում են։ Ահրելի փողեր, բա եթե մեջը շայ չունենան մենց, ասում են երգիրը երգիր չի, բա որ երգիրը երգիր չի, ինչ եք գալիս լծվում եք ստեղ, ինչի եք մեզ սպանում, երգիրը են կանոնի ժողովուրդ ջան, որ քո եղածին ուզում են տիրանան, քեզ ասում է ռեմոնտ եմ արել, տունդ քանդում է, տանում է, քեզ էլ մանրից սպանում է, քեզ ռեմոնտն է պետք, թե հողը դա պետք, որի վրա քո տունն է, մեր պապերն ասում են լծկու ցրան մոզին, մնգնա դուրն ու բոզին, քամին ասում է դուրը բաց բարիք բերե, տանտերն ասում է ոչ բեր, ոչ էլ տար, ժողովուրդ ջան, ձեզ ռեմոնտ թուրքերին ռեմոնտ անելով, ձեզ գլուխա գովում, որ ձեզ տիրություն եմ անում, 20,000-ից ավել տղա է կոտորել ժողովուրդ ջան, 10,000-ից ավել ինվալիդա սարք է, հազարավոր մայրեր դարձան որտեղ կորուստ, հազարավոր աղջիկներ իրանց սիրած տղեկներին կորցրին, ընտանիքներ քանդվան ժողովուրդ ջան, այսօր մեկը գրել է, որ եթե ջհուդները փոխհատուցում տան Ուկրաինային, Ռուսաստանին եւ Հայաստանին ու Պալեստինային, ժողովուրդը կհանգստանա, բարով եք եկել։ Այսինքն կաթոլիկ եկեղեցում կար ինդուլգենցիա բար հասկացողություն, այսինքն մեղքաթողությունը գնում են փող են վճարում, սերտիֆիկատ են վերցնում, որ իրանց մեղքերը թողել են։ Այսինքն Ամերիկան նստի, պիչադի, FRS-ը, դոլարները, բերեն տան Նիկոլին, Պուտինին, Զելենսկին, ասեն, որ Իսրայելը փակվա, ու ինչ, այդ զոյված ժողովուրդը, այդ մահացած տղեկը, կանայք, երեխեք, տատիներն ու պապիներ, ետ կկան այս աշխարհ, իրանց կյանքը կվերադարձնեն, այն երեխեքների արունները, որ խմել են, բռնաբարել են, սպանել են, ծնողներն ինչ կանել գիտակցեն, որ իրան երեխուն գողացել են, անգամ եթե գիտակցում է, որ արդեն չկա, ինքը մեկա սպասելու է։ Այդ փողով ուզում են մեզ խաբել, այդ պրոպագանդին են տանում, ժողովուրդ ջան, մարտասպանը քեզ ասում է երեխուց սպանել են փողը տամ, ու ես ապրեմ նորից քո մեջ, այդ է անում է, որ երկրորդ երեխուտ, երրորդ երեխուտ էլ տանի, որ իրան երեխեն ելնի քո թորին տանի, հանգարտ սենց, հոգից չծախեք հանգարտ ժողովուրդ ջան, մարդ կարա միայն հանգիստ լինի, երբ որ կհասկանա, որ բոլորի վրեժխնդիրը մենք լուծել ենք, բոլորին, մեր պապերին, այս երեխեքներին,
որ աշխարհում Զելենսկին ասում էր, я буду драться до последнего украинца. Не до последнего еврея, до последнего украинца. Ուկրաինցիներին կոտորեց, բերում է հիմա իրան ջվուդներին լցնի, օրենք ամշագել, որ եթե ջվուդին ասես աչքի վերև ում կա, այսինքն շարունակի սպանի մորտի ձեն պիտի չհանես, 8 տարի հոդված է տալու։ Մենք միայն կարանք հանգստանանք, երբ որ կիմանանք, որ մենք ոչնչացրեցինք դա последнего еврея, որ մեր երեխեքների, մյուսների երեխեքներին կյանքին վտանգ չկա, որ կարան ելնեն փողոցում խաղան, որ դու հանգիստ լինես, քո երեխուն գողացող չկա, արունը խմող չկա, ազատությունը սա է, ժողովուրդ ջան։ Ումն է պետք է կյանքը, չգիտես հարևանդ սատանիստա թե ով է, վաղը գելնի քո երեխուն կգողանա, աչքերիդ մեջ կժպտա, հարևանություն կանի, մի օր երեխուդ կգողանա, գելնի քո հետ ման կա, որ չիմանաս, որ երեխուդ ինքն է տարել, ինքն է կերել։ Ինձի մի ամիս առաջ հոդված կարտացի, որ ջվուդ կնոջ պատերազմի ժամանակ ծանոթ իրան կանայք վդրուկ կորում էին, ու մարդիկ նորմալ են ընդունում, որ պատերազմ է, դե կորում են։ Մի կորած կնոջ հարազատ կինը տարօրինակություն է զգացել, սկսել է հետաքրքրվել ու գտել է, որ չեմ հիշում այդ կնոջ անունը ջվուդկին, որ եկել է իրան տուն, դրանից հետո ինքը անհայտնացել է։ Գտնում են պատվալում ոսկորներ, մարդկանց ոսկորներ պատերազմի ժամանակ։ Այդ ջվուդկեն պիրաշկի է սարքել, մարդկանց կանչել է իրան տուն, ընկերություն է արել, սպանել է, մսերն էլ պիրաշկի է արել, որը զղթգծրել է երեխեքներին, որը ծախել է մարդկանց վրա փող աշխատել։ Ու գիտեք ջվուդներն ինչ են արել։ Իրան իբր թե 27 տարի այդքան մարդկանց գլուխ ուտելու համար 27 տարի են տալիս, բայց սկզբից 3 տարի принудительно իբր թե գիժա, բուժվի նոր, ու բնականը всё, կորավ, տարա իրան ջվուդկին։ Իմ վիդեո լայվի տակ հայերը գրել են, որ Մագդա 40 պատերազմից հետո իմ տատու պապը Ստավրոպոլից փախել են Հայաստան, որովհետև 42 թվին հարևանի պատվալից ջվուդի հայտնաբերել են ոսկորներ լիքը, պիրաշկի է էլի սարքել այդ մսերը, ծախել է ժողովուրդ ջան։ Էնենց որ ումն է պետք է կյանքը, որ քո երեսին հարևանդ ժպտա, քո լեզվով խոսա, երեխուդ վաղը գողանա, ու վաղը ելնի ձև թափի, որ քո երեխու համար անհանգստանում է, ելնում է քեզ օգնելու երեխուդ մանգա։ Հասկացաք, ժողովուրդ ջան, բьемся до последнего еврея։ Աստված առաջ, վերևն Աստված կհաղթենք։ Չգիտեմ ոնց ինչ, բայց գիտեմ, որ կհաղթենք, ժողովուրդ ջան։ Ընտրություն չպիտի լինի։ Բարին Աստծո։